Ներկում եմ սև, սպիտակ թուղթ է, տեսեք։ Ինքը կեղտոտվեց, սա սուտն է։ Սուտը լղոզվեց սրա վրա, ամեն սրան կպնողը մատերի վրա այս հետքը մնաց։ Սուտը ունի նպատակ, ինչ անի, կեղտոտի մեր ներսը։ Ոնց որ այս թուղթը կեղտոտվեց, չէ, երբ որ այն կպա սրան, ընենց է սրան ամեն կպնողը կեղտոտվում է։ Հիմա նայեք, վերցնում ենք այս սերին, այսի սերի է, այսի սև չի, երեխեք։ Այսի նշանակում է, որ այսի կիսա սուտ է։ Այսինքն, սրա մեջ կեսն է սուտ, կեսը ճշմարտությունն է։ Բայց այսի ինքը լրիվ մաքուր թուղթ է, այս թղթին կպեք։ Ոչ մի բան չի լինում, որտեվ իրանք մաքուր թղթի են կպնում։ Սուտը ունի նպատակ, որ մեր կյանքը փչացնի։ Գիտեք, էդի տեղի անում, երբ որ մենք սուտ ենք խոսում, երեխեք։ Մեր ներսը սևանում է։ Կեղտոտվում է, այլ մենք չենք կնում մաքուր Աստծո առաջին։ Սատանան ուզում է մեզ բոլորից կեղտոտի։ Դրա համար ուզում է, որ մենք սկսենք սուտ խոսալ, խաբենք։ Ինչն է մեզ տիպում սուտ խոսալը։ Գիտեք, վախը, կասկածը, ամոթը, որ ինչ-որ սխալ բան են կարել ու մարդիկ ինչ են մտածելու մեր մասին։ Կապ չունի, ինքը լրիվ սև է, կիսատ է, թե ոնց է, ինքը սուտը մնում է սուտ, էսի ավելի վտանգավոր է, քան էսի։ Դու ստեղ գիտես, որ դու սուտ ես խոսած, բայց ես կիսա սուտ, կիսա ճշմարտություն։ Էդի ոչ միայն կեղտոտում է մեզ, այլ էդի Աստծուն է նեղացնում ու ցավացնում է Տիրոջ սիրտը, որտեվ Աստված գիտի ճշմարտությունը։ Դրա համար երեխեք, գիտեք, այնքան կարևոր է, որ մենք սուտ չխոսանք, չվախենանք, թե մարդիկ ինչ կմտածեն, ինչ կասեն, որովհետև ճշմարտությունը Աստծո առաջին էդի ավելի թանկ է մարդկանց առաջին էլ։ Արի ամեն ինչ անենք մեր կյանքում, որ մենք որոշում կայացնենք, որ մենք սուտ չխոսանք։